Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք հաղորդումների շարքը Հայաստանի տարբեր մարզերից, զրուցում ենք ավականու կին անդամների հետ։ Այսօր մեզ հյուրահոժար հյուրընկալել է Օրբելիների տուն թանգարանը Ծաղկաձորում, եւ իմ այսօրվա հարցազրույցի հյուրերն են ավականու անդամներ Ծաղկաձորից եւ Հրազդան համայնքից։ Թույլ տվեք ներկայացնել նրանց. Արմենուհի Առաքելյան, Ծաղկաձորի ավականու անդամ, Անահիտ Մարտիրոսյան, Հրազդանի ավականու անդամ, եւ Ռուզաննա Պաբայան, Ծաղկաձորի ավականու անդամ։ Շնորհակալություն այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար։ Այս հաղորդումների շարքը ուղղված է ավականու կազմում կանանց դերակատարման մեկնաբանությանը եւ ընդհանրապես զարգացմանը, եթե դա հնարավոր է։ Տարիներ առաջ պատկերացնել դժվար էր, էլի, որ կանայք պիտի լինեն ավականու կազմում, թեպետ օրենքով դա արգելված չէր, եւ հազվագյուտ բացառիկ դեպքեր ունեինք, որ կանայք ուզում էին լինել ավականու կազմում, ընտրվում էին եւ մնում էին ավականու անդամ։ Շատ փոքր էր նրանց երևի 1%-ի չափով ընդամենը, բայց մեծամասնական ընտրակարգ էր դա, հա։ Հիմա նախ ուզում եմ հարցնել, թե ինչու որոշեցիք դառնալ ավականու անդամ, օրենքը այդ հնարավորությունը իհարկե ընձեռում է եւ սեռային մասնակցության համար որոշակի քվոտա է սահմանել, ինչպես գիտեք, գոնե 30%-ը լինեն սեռերից մեկից։ Եթե մի պատահի կամ ստացվի այնպես, որ կանայք շատ լինեն, գոնե 30%-ը տղամարդկանց տեղ մնա ավականու կազմում։ Այդ քվոտաները մեր երկրում մի շարք համայնքներում խախտված է, շատ համայնքներ կան, որտեղ չի խախտված, գոնե իսկապես 30%-ը կանայք են։ Խնդրեմ, ով կուզի սկսել, ինչու որոշեցիք դառնալ ավականու անդամ։ Դուք որոշեցիք դիմեցիք կուսակցություններին, թե կուսակցությունները որոնեցին, կտան ձեզ առաջարկեցին։ Խնդրեմ։ Ես Ռուզաննա Պաբայանս, ընդհանրապես ի սկզբանե քաղաքականությամբ շատ չեմ զբաղվել, բայց երբ որ աշխատանքի բնույթով ես համայնքում եղել եմ մի քանի բնակավայրերում, բուժաշխատող եմ, շփվել եմ մարդկանց հետ, համայնքում բոլորի հետ հիմնականում շփում եմ ունեցել ու այդ ընթացքում երբ որ ինձ իմ հարազատ մարդկանցից դիմեցին, որ կցանկանաս լինել ավականու անդամ, ես որոշեցի, որ այո, կարող եմ եւ ավելի շատ իմ այդ շփումը մարդկանց հետ առօրյա էր, ամենօրյա եւ դրա հետ մեկտեղ ես միշտ լսում էի իրենց, ասենք, հիմնական խնդիրները, բացի բուժական այդ բաներից նաեւ մենք խոսում էինք ընդհանուր բնակավայրի խնդիրներից նաեւ եւ ինչու՞ չէ, ես որոշեցի ինքս նույնպես, եթե կարող եմ լինեմ ավականու անդամ եւ այդ նույն ձայնը, որը պետք է բնակիչը հասցներ, ասենք, համայնքի ղեկավարներին, ավականու նիստերին եւ ես որոշեցի, որ ինքս կարող եմ այդ կապը հանդիսանալ եւ ինչու՞ չէ, համաձայնվեցի եւ ընտրվեցի։ Մարտիրոսյան։ Ես Անահիտ Մարտիրոսյանն եմ, 2020 թվականի պատերազմից հետո ես որոշեցի դառնալ ավականու անդամ։ Սկզբնական փուլում մտածում էի, որ կուսակցության միջոցով կարող եմ դառնալ ավականու անդամ եւ պատահաբար այդ մասին զրուցել եմ իմ տղայի հետ, իմ տղան իր ընկերոջ մոտ որ խոսում է, ընկերն ասում է, որ ինքը ընկեր ունի այս 2021 թվականի ընտրությունների քաղաքապետի հետ ընտրությունների հետ կապված կարող է դիմել եւ իրենք մոտեցան ինձ այդ հարցով, դիմեցին եւ ես մեծ սիրով համաձայնեցի, ապրելու երկիր կուսակցության կողմից առաջարկ ստացա եւ ես մեծ սիրով համաձայնվեցի, որովհետեւ 2020 թվականի պատերազմից հետո ես հասկացա, որ մեր քաղաքը, մեր պետությունը ունի լուրջ խնդիրներ, որի խնդիրը հիմնականում կայանում է նրանում, որ համայնքները զարգացած չեն։ Եթե մենք ունենանք զարգացած համայնքներ, պետությունն էլ ինքնաբերաբար զարգացած կարող է լինել։ Այսինքն ես հասկանում եմ, որ խորքային խնդիրը գալիս է այդտեղից եւ մեծ նշանակություն ունի, որ ավականու անդամները լինեն կրթված, բարձրագույն կրթությունը ես համարում եմ պարտադիր է, որ պետք է ունենան ավականու անդամները, որ կարողանան ինչ-որ ձևով նպաստել համայնքի զարգացմանը։
Շնորհակալություն, մենք դեռ խոսենք համայնքային խնդիրների մասին, խնդրեմ Տիգին Արաքելյան։ Ես Արմենուհի Արաքելյանն եմ, Ծաղկաձոր համայնքի ավականու անդամ։ Ես 2016 թվականից ավականու անդամ եմ, 2016 թվականին մեծամասնական ընտրությունների ժամանակ ընտրվել եմ միակ կին ավականու անդամը, ունեցել ենք 7 ավականու անդամ։ Բացառիկ ավականու անդամներից եք եղել նշածս, հա։ Ես 2021 թվականից հետո համամասնականով եմ ընտրվել, ունենք մեր կուսակցությունով 10 ավականու անդամ, 5-ը քաղաքացիական պայմանագրով, 5-ը մեր համայնքը դաշինք ավականու անդամներ եւ մեր 15 ավականու անդամից 4-ը կին ավականու անդամ են։ Իսկ ես ինչպես եմ դարձել ավականու անդամ, ես ասել եմ, իմ հայրն է ինձ տարել եւ դարձել ավականու անդամ։ Ինքը առաջին անգամը, երբ որ արդեն համայնքներում ավականու անդամներ են, իմ հայրը հենց առաջին ավականու անդամներից մեկն է եղել։ Եվ 2016 թվականին ես նույնիսկ տեղյակ չէ, որ հայրս որոշել է, որ ես պիտի դառնամ ավականու անդամ, ասես պիտի գնանք անձնագրային դիմում տակ, դիմում վերցնենք, գնանք դառնալ ավականու անդամ ու զարմանալի էր, որ մեծ քվեի ձայներ ունեցա։ Բա չասիկ ինձ ինչ պետք է։ Չէ, դե ինք ասես փորձի մտի քաղաքականություն, դե ես ինքս ակտիվ էի մեր համայնքում։ Հա, մեծամասնական ժամանակ ես համայնքում ակտիվ էի, այնպես չէ որ։ Ինչ հասարակական գործունեություն։ Համայնքի բնակիչների հետ ես ինքս մանկավարժ եմ, մաթեմատիկ եմ, բայց համայնքի բնակիչների հետ շատ ակտիվ գործունեություն ունեմ։ Ես նույնիսկ համայնքում 20 ակտիվ կանանցից բաղկացած նախաձեռնող խումբ ունեմ։ Ու ցանկացած հարցերում նախաձեռնող խմբի հետ մենք բարեգործական կամ կամավորական աշխատանքներ ենք կատարում։ Իսկ 10-ներողություն 21 թվականին դուք դիմեցիք կուսակցությանը, թե արդեն անդամ եք դարձել։ Չէ, կուսակցությունը ինձ մի քանի կուսակցություններ էին որոշել Ծաղկաձոր համայնքի ավականու անդամ դառնալ։ 4 կուսակցությունից առաջարկություն եմ ունեցել, բայց այն երկու կուսակցությունը հետո իրենք չդրեցին տեխնացությունը, ընդամենը 2 կուսակցություններ։ Առաջինը, ճիշտ ասած, քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ արդեն ինձ առաջարկել, ես համաձայնեցի։ Ճիշտ հասկացա, որ հաջորդ անգամ նորից եք առաջադրվելու։ Հա։ Դուք Տիկին Մարտիրոս։ Ես նույնպես։ Տեսնենք։ Կասկածում եք դեռ, հա։ Այսինքն ժամանակը ցույց կտա մինչև 2026 թվական ժամանակ։ Բան չմնաց էլի, Ախր մենք չգիտենք դեռ ինչ է սպասվում դրա համար ես կարողանում։ Ընդհանրապես այս օրենքի միջի փոփոխությունը, որը առնվազն 30% սահմանեց սեռերից մեկի համար, այդ պահին շատ կանայք գլխի չէին ընկել, որ կուսակցությունները գնալու են իրենց դռները խելացի, բանիմաց, գործունյա եւ այլն եւ առաջարկելու են, դիմելու են, խնդրելու են լինել կուսակցության անդամ։ Այս մի տարվա ընթացքում ճիշտ է, մինչ այդ ազգային ժողովի ընտրություններ են, բայց ընդեղ էլ կան քվոտաներ, ինչպես գիտեք, հա։ Եվ մինչև թիմ ընտրություններ իմ կարծիքով էլի են գալու դիմենցես։ Շատ լավ, բանը, տարբեր բնակավայրերից եք նաև, սա ես նկատեցի, հիմա ավականու անդամներին օրենքով նախատեսվում է կատարած ծախսերի փոխհատուցում, գյուղեր գնալ գալ եւ այլն, դա հոգս է, հա, երբ գյուղից գալիս եք Ծաղկաձոր ավականու նիստին մասնակցելու վերադառնում եք, կամ կենտրոն համայնքում եք բնակվում եւ գնում եք որպես ավականու անդամ հանդիպելու գյուղական բնակավայրերում ժողովրդի հետ իրենց կարիքների ձեր այցելությունները այս անցած 3.5 տարիների ընթացքում ինչպիսի ինտենսիվություն են ունեցել ըստ ահազանգերի եք գնացել բնակավայրեր, թե չեք գնացել, կամ որ գալիս գնում եք ավականու նիստերի տրանսպորտային ծախսերի գոնե փոխհատուցում, թե ձեր միջոցներով եք գնում գալիս, ինչպիսին է էլի այս պրակտիկան, խնդրեմ։ Ճիշտ ասած, ասեմ, բնակիչների հետ հանդիպման հաճախականությունը իմ կոնկրետ գործի բերումով ես միշտ ու տարբեր բնակավայրերի հետ, ասենք, աշխատել եմ Հանքավանում, Փյունիկում, Մեղրաձորում բնակվում եմ եւ համարյա թե միշտ հաճախականությունը շատ ամենօրյա շփում է բնակիչների հետ։ Իսկ ինչ վերաբերվում է նիստերին գալը, դա չէ, դա կոնկրետ մենք մեր միջոցներով գնում գալիս ենք ամսվա մեկ-երկու անգամ կարող եք փոխհատուցում ստանալ։ Մենք գիտենք ամեն ինչ, գիտենք ուղղակի դա հիմա չէ մեր միջոցներով գնում գալիս ենք, բայց եթե պետք լինի, նաև կարող ենք համայնքապետարան դիմել, իրանք իրանց տրանսպորտ մեքենան անպայման կտրամադրեն։ Եղել է դեպքեր, երբ որ պետք է եղել նաև իրենց մեքենան են տրամադրել, բայց փոխհատուցում չէ, այդպեսին չենք
չեմ ստացել, չեմ էլ դիմել, բայց մարդկանց հետ հանդիպումներ հաճախակի ու ամենօրյա իմ բնակավարում, իմ աշխատավայրում։ Տիկին Մարտիրոսյան, դուք գյուղերը քիչ են Հրազդանի իհարկե, այնպես մեծ չեն, ինչպես Ծաղկաձորի դեպքում է, 3 գյուղ է, չէ, եթե չեմ սխալվում։ Ձեր գնալ գալը ինչպես է լինում։ Ես ինքս անձնական մեքենա ունեմ, ինքս եմ վարում։ Այցելում եք այդ գյուղերը։ Այո, շատ։ Իսկ որևէ փոխհատուցման համար իմ մասնագիտականի հետ կապված շատ շփվում եմ քաղաքի բնակիչների, համայնքի բնակիչների հետ։ Դասավանդում եք ոստիկանական ակադեմիայում։ Բայց մասնագիտության բժշկական կրթություն էլ ունեմ, խորհրդատվության կարգով շատ են դիմում ինձ։ Դե բնականաբար, եթե զրուցում ես այդ թեմայից հետո մարդիկ իմանալով, որ դու ավականու անդամ ես, իրենց խնդիրների մասին, այդ շրջանը ինչպիսի բնակավայրը ինչպիսի խնդիրներ ունի, դիմում են, դիմումների տեսքով ինձ դիմում են, ես ներկայացնում եմ համայնքապետարան, ինքս անձամբ եւ խնդիրներ կան, որոնք մասամբ իրենց լուծումը ստանում են, բայց փոխհատուցում չեմ պահանջել, որովհետեւ կարիքը չեմ տեսնում։ Մեծ գումար չի եղել եւ համարել եք, որ Տիկին Առաքելյան։ Ծաղկաձոր համայնքում ավականու նիստերը Ծաղկաձոր քաղաքում են տեղի ունենում, ես էլ ինքս Ծաղկաձոր քաղաքի բնակիչ եմ, դրա համար ավականու անդամ կա, թող գնա գահել։ Չէ, այստեղ ինչ խնդիր կա, չէ, երբ որ գնում են բնակավայրերը, ճիշտ է, մենք ոչ մի անգամ փոխհատուցման համար դիմում չենք տվել, քանի որ թղթաբանության հետ խնդիրներ կան, ինչպես գիտեք, Հրազդանում Ծաղկաձոր համայնքում տաքսի ծառայություն չկա, իսկ որպեսզի թղթաբանության համար Երևանից պիտի տաքսի ծառայությունից պատվիրես, որպեսզի թուղթ ունենան փոխհատուցման համար թղթեր տանես, որ կարողանաս գումար հետ ստանաս, դրա համար երբ որ գնացել են բնակավայրերը ոչ մի անգամ փոխհատուցման համար չեմ դիմել, բայց երբ որ համայնքից հեռու գործողումներ են եղել, գործողման թղթիկները տարել եմ եւ փոխհատուցման գումարը փոխանցել եմ, մի քանի անգամ այդպիսի դեպքեր եղել են։ Գործողում ասացիք, այն հաջորդ հարցս էր, որպես ավականու անդամ վերապատրաստման, գիտելիքների թարմացման, օրենքների մեջ հազար ու մի բան է փոխվում, սեմինարներ, վերապատրաստումներ, ինչ հաճախականությամբ եք լինում, լինում եք, չեք լինում, բացի այն ինչ որ մենք ենք կազմակերպում, իհարկե դրանց մասնակցել եք։ Ես շատ հաճախակի եմ լինում, կարելի ասել դեպքեր են եղել ամսվա մեջ 1-ից 2 անգամ է եղել, եթե ոչ 3 անգամ, նույնիսկ այսօր ինձ հրավիրել են ես սեմինարի, բայց չեմ գնացել, որպես ավականու անդամ, որպես ավականու անդամ բավականին շատ հրավերքներ եմ ստանում, էլեկտրոնային փոստին են գալիս հրավերքները, երբ որ հաստատում եմ, այդ դեպքում գնում եմ բավականին շատ։ Ու ես ասեմ ձեզ, երբ որ 2016 թվականին ավականու անդամ եմ, ես ավականու ինստիտուտից դե պատահական է ստացվել, ասել եմ, որ ավական եմ դարձել, կարծես սեմինարների բերումով ինքս ինքնակրթվելով ավականու, ասենք, գիտելիքները ստացել եմ, բայց մեծամասնությամբ սեմինարներից եմ ստացել շատ։ Կանանց ընկերուհիների հետ զրուցում եք հետաքրքրության աճ կա ընդհանրապես լինել ավականու անդամ, կանանց շրջանում, թե նվազում է։ Հետաքրքրություն փորձի փոխանակում ենք նույնիսկ անում, դեպքեր են եղել, որ մեր համայնքում խնդիր է եղել, ես մյուս համայնքի կին ավականիներից, ովքեր ավելի շատ են եղել ավականու անդամ, խորհուրդ եմ հարցրել, փորձի փոխանակում ու կարողացել եմ լուծել խնդիրը, չէ, առաջընթաց շատ կա։ Տիկին Մարտիրոսյան, վերապատրաստումների հետ կապված։ Ես հիմնականում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին եմ մասնակցում, որոնք մեծ արդյունք են տալիս, շատ բավականին հագեցած ծրագրեր են իրենք եւ մեծ հաճույքով մասնակցում եմ բոլորին, նույնիսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մի հատ դրամաշնորհային ծրագիր եմ բերել մեր համայնք, երիտասարդների քաղաքականության մասին օրենքի նախագծի քննարկումներ, ես ինքս եմ բերել մեր համայնք եւ երիտասարդները մեծ սիրով եկել են մասնակցել են քննարկմանը, մեր կարծիքները ուղարկել ենք կառավարություն, որպեսզի քննարկեն եւ տեսնեն, որ հարցերը կարելի է ներառել հետագայում երիտասարդների ակտիվացման հետ կապված համայնքներում։ Արձագանք կա, արդյունավետ է, թե ոչ։ Այս վերջում օրենքը հաստատվել է, գիտեք։ Ձեր առաջարկություններին ուշադրությունը։ Այդպես էլ ես, ով իմ ծրագրի փորձագետ իրավաբաններ, իր միջոցով ցանկացա իմանամ ինչ որ
մեր հարցերի հետ կապված եղել են նախագծում, ինքը ասես դեռ ես էլ տեղյակ չեմ, հետագայում կիմանամ, կասեմ։ Հասկացա, խնդրեմ։ Ավելացնեմ, ես էլ եմ այն ծրագիրը բերել մեր Ծաղկաձոր համայնքում, ճիշտն ասած ես հարցերը նայել եմ, երբ որ կառավարությունը արդեն ազգային ժողով էր մտցրել, նույնիսկ ազգային ժողով եմ գնացել քննարկման ժամանակ, մեր հարցը կար, բայց հետո իմացա, որ մի քանի հարցերից, որը որ հենց երիտասարդ քաղաքականության մեջ ծրագրում, ընդամենը 5 հարցն են մտցրել ծրագիր։ Մեծ բան է։ Այսինքն ձեր առաջարկած 5 հարցերը Չէ, մերը չէ, ամբողջ ընդհանուր հանրապետության զարգացման ծրագիր, ամբողջ տարիքային սահմանափակումը, որ մինչև 30 առաստաղը, հա, 35 տարեկաններ, հա, բարձրացրեցին։ 70 դարձնեիք մի անգամից բարձրացնեինք։ Դա ես օրինակ համարում եմ 50 տարեկանը դեռ երիտասարդ է։ Ինքը գործունեություն կարող է ծավալել, երևի ակտիվ են դեռ այդ տարիքում։ Հասկանալի, Տիգին Բաբայան։ Ես նույնպես մասնակցում եմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով բոլոր համարյա թե բոլոր միջոցառումները, երբ որ լինում են, սեմինարների նույնպես մասնակցել եմ, այս վերջին Բյուրեղավանում մի քանի ամիս առաջ 3 օրյա սեմինար եղավ, հա, իդեպ այդ ժամանակ էլ փոխհատուցում ես ստացել եմ, որտեղ գործողվել էինք սեմինարի, շատ հետաքրքիր հագեցած ու ես միշտ կողմ եմ, որպեսզի այդպիսի ծրագրերի շատ ավելի հաճախականությունը մեծ լինի, որտեղ երբ որ ընդունվում ես լինում ես ավականու անդամ, շատ բաներ ոնց որ այդ ձևով չես պատկերացնում, ինչ որ դասընթացներից հետո ես ավելի շատ կողմնորոշում ու դրանք շատ ճիշտ են ու պետքա բոլորը ես համամիտ եմ Անահիտի հետ, որ պետքա բոլորը կիրթ մարդիկ լինեն, գրագետ լինեն, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնեն եւ ճիշտ ժամանակին կարողանան այդ լուծումներին իրանք նույնպես քննարկեն, քվեարկեն եւ դրական լուծումները այդպես ավելի շատ կլինի։ Հասկացա։ Այդ միջոցառումներին ավականու տղամարդ անդամների ակտիվությունը ինչպես կգնահատեք։ Գլուխ են պահում, թե իրենք են հետաքրքրված, շահագրգիռ են, ձեզ նման հետաքրքրված են։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով որ լինում է, հիմնականում կանանց են հրավիրում, մենք մեր տղամարդկանց մեր ծրագիրն էլ այդպեսին է, օրինակ ես շարքը հատիկ կանանց դերակատարության բավականին շատ են, շատ կոնկրետ ավականիներ չէ, լիքը քաղաքական ուրիշ գործառույթով զբաղվող կանայք են, որ նույնպես ներգրավված են ու շատ հաճելի է դա, ասենք տղամարդկանց այդ ծրագրով այդ սեմինարին ենք մասնակցել, հա 70% այդտեղ տղամարդիկ էին արդեն սեմինարի ժամանակ։ Հասկացա, ձեզ հետ աշխատող տղամարդկանց հետ կապված իրենց ակտիվությունը շատ մեծ է ու լավ է։ Տղամարդ ավականի կա, մեկը ես եմ, մյուսը շատ մեր մթնոլորտը շատ լավն է։ Դավթյան Գևորգն է, մեր մյուս ավականու անդամը։ Երկու հոգի եք, դուք ձեր խմբակցությունը երկու հոգի եք։ Այո, որպես տղամարդ ինքը մեծ սիրով մասնակցում է, մենք բոլոր կասեի, եթե ավականու նիստերին մեր հարցեր ունենք, մեր քննարկումներն ունենք, մեծ սիրով են մասնակցում, բայց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից երկու ծրագիրը վերջի որ կար, հիմնականում մեծ մասը տղամարդիկ էին մասնակցում, մեր թիմից բավականին տղամարդիկ ներգրավվածություն ունեին։ Հասկացա։ Ավականու հանձնաժողովների համակարգը Հայաստանում ինստիտուտը չի կայացած։ Հիմա նոր հազիվ կայանում է ավականին, հա, կոնելիագումար նիստերը բաց են, հրապարակային են, հեռարձակվում են եւ այլն։ Ինչպիսին է վիճակը Հրազդանում եւ Ծաղկաձորում։ Հանձնաժողովների մեջ բոլոր ավականու անդամները ներգրավված են, բացի համայնքի ղեկավարից։ Հանձնաժողովները պիտի նիստեր գումարեն, օրակարգային հարցեր լսեն, եթե վերաբերելի են այդ հանձնաժողովին, սովորաբար 4 հանձնաժողովներ են Հայաստանի ավականու կազմերում։ Գործում է, չի գործում, կա այս համակարգը, օրենքով կա, գրած է եւ բոլորդ բաշխված եք։ Վիճակը ինչ է այս մասով։ Գրեթե ոչ միտեղ կանոնավոր չի գործում, էլի չեմ ուզում ներվեք, ուղղակի ուզում եմ իմանալ Ծաղկաձորում, Հրազդանում ինչ վիճակ է։ Կանոնավոր չի գործում, բայց դե եթե շատ լուրջ հարցեր են լինում, որոնց պատասխանները ես ցանկանում եմ նախորդ իմանալ, որպեսզի նիստի ընթացքում ես կարողանամ ճիշտ ներկայացնել իմ հարցերը, բնականաբար ես ինքս հրավիրում եմ բաժնի պետերին,
Հա, դա ավականու անդամի նախաձեռնությամբ խորհրդակցություններ է կանում, բաժնի պետերին, այո, խորհրդակցություն են կանում, ինքը ինձ բացատրում է, ասենք այս հարցի ինչի հետ է կապված եւ այլն, որպեսզի նիստի ընթացքում ես մեծ բավականին իմ կարծիքը, այո, պատրաստված գնամ եւ կարողանամ ճիշտ հարց տալ եւ ձևակերպումը ճիշտ ստանալ։ Ծաղկաձորի դեպքում նիստերը պիտի գումարվեն ավականու լիագումար նիստից առաջ, հարցերը պիտի լսվեն, հետո նոր գնան։ Ես սոցիալական օգնությունների մշակույթ սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ եմ, քանի անգամ եղել են դեպքեր, որ հենց սոցիալական հարցերով անապահով ընտանիքներ են գնացել մեր սոցիալական աշխատողի հետ ու այնտեղ ասենք տեսել ենք ինչի կարիքներ ունենք, ասենք վերհանել են իրենց կարիքները, դրամական մեծ օգնություններ տալու ժամանակ է, երբ որ տեսնենք ավականի են մտել, որտեղ իսկապես կարիքավոր չեն, նման դեպքերում ես շատ եմ հաճախել։ Հա, բայց հանձնաժողովների նիստերի աշխատանքը, հա, շատ քիչ աշխատանքը կարելի ասել ամբողջ հանրապետությունում թերություն ունի։ Տիկին Բաբայան, բնապահպանության ոլորտի այդ բաժնի քաղաքաշինություն, բնապահպանություն, դա այդպես մեծ վերնագիր է։ Հանձնաժողով լինում է, բայց այդքան հաճախակի չեն լինում, ճիշտն ասած, բայց եղել են։ Քանի անգամ եղել են, նաև այդ բաց քննարկումները բնապահպանության հարցերով, որ հանրային լսումների ժամանակ մեր ներկայությունն էլ է լինում, մեր ավականու անդամները համարյա միշտ ներկա են լինում եւ ավելի ճիշտ են կողմնորոշվում բնակչության այդ հարցերին լուծում տալու համար։ Ես մի ավելացում անեմ, կապ չունի, ես որ հանձնաժողովում եմ, ես պարբերաբար բաժնի պետերի հետ հանդիպում եմ։ Խնդիրների հետ կապված ակտիվության մակարդակից է կախված, դրանից է փոխում։ Այո, դրա համար կապ չունի, թե որ հանձնաժողովում եմ։ Դա պարբերաբար մեր համայնքի բնակիչների խնդիրների հետ կապված, թե զանգի միջոցով, թե հանդիպումների միջոցով մենք քննարկում ենք բոլոր հարցերը, ոչ մի հարց դուրս չի մնում։ Ուղղակի պիտի հուշեմ, որ եթե հանձնաժողովների նիստերը կանոնավոր անցնում են եւ այնտեղ լսվում են ավականու օրակարգ գնալիք հարցերը եւ հարցեր կան, որոնք վերաբերելի են մի քանի հանձնաժողովների։ Հարցերի ճնշող մեծամասնությունը պարզաբանում են ստանում հենց հանձնաժողովի նիստերի ժամանակ եւ ավականու բուն նիստը քիչ է ծանրաբեռնվում։ Շատ հաճախ լինում է, եթե ուղիղ եթերում հետևեք շատ համայնքների ավականու նիստերին, դուք կնկատեք, որ շատ հարցերով դիմում են հենց նիստի ժամանակ, այնպիսի հարցերով, որոնք կարող էին վաղուց պարզաբանված լինել ավականու հանձնաժողովի նիստում եւ ամեն ինչ պարզ կլիներ ավականու անդամի համար, ինքը կարիք չեր ունենա ավականու բուն նիստի ժամանակ այդ հարցերը տալ։ Օրենքի մեջ շատ բան չկա կանոնակարգած հանձնաժողովների կազմելն է սահմանված եւ այլն։ Երևի ժամանակի ընթացքում դա էլ կխորանա, կզարգանա, գուցե ավականու հանձնաժողովների նիստերն էլ ուղիղ սկսեն հեռարձակվել, առայժմ օրենքի նման պահանջ չկա, կա միայն ավականու լիագումար նիստի համար։ Ինչ որ է։ Եվ վերջինը, որ կուզեի հարցնել, ամենակարևորներից մեկը։ Ես ուսումնասիրել եմ եւ Ծաղկաձորի եւ Հրազդանի հնգամյա զարգացման ծրագիրը, տարեկան աշխատանքային պլանը 25-ին կարծեմ Ծաղկաձորինը դեռ հրապարակված չէր, կարող է շփոթվեմ, հա, կարող է շփոթեմ։ Դուք ենթադրում եմ ծանոթ եք, հա։ Ինչ կա, որ այդ հնգամյա զարգացման ծրագրի մեջ 3-4 տարի առաջ սահմանել եք, բայց ոնց որ թե չի ստացվում։ Հարկավոր է կամ այդ ծրագրից անել կամ թողնել մնա այս 1-1.5 տարվա ընթացքում։ Կա ինչ-որ մի խնդիր, որը սահմանել եք, որ պիտի լուծվեր։ Մեր համայնքում չկա, քանի որ ինչ ծրագիր որ եղել է, ինչ ծրագիր, կարելի ասել 90%-ը լուծվել է։ 21 թվականից հետո ինչ ծրագրեր ունեցել են կապված ասֆալտապատության մի շարք ծրագրեր, կանաչապատումն է, լուսավորությունը, ջրամատակարարումը, մեր բոլորը այս վերջում երբ որ ավականու նիստեր քննարկում ենք, համարյա բոլոր հարցերը լուծվել են։ Ընթացքի մեջ է, վերացնեմ 25 թվականին մինչև 26 թվականը ահագին շատ մեծ ծրագրեր կա, որ պետք է ավարտին հասցվի ու արդեն կազմակերպվել է նկատի ունեք պետական գրանտների օրինակ շատ ծրագրեր, ինչը որ Արմենեն նշեց 90%-ը արդեն կատարված է ու կատարվելու այդ ընթացքի մեջ է, եւ մենք մեր ծրագրերը որտեղ համայնքներ կան, անունը չտամ գրած է, որ 21 թվին սահմանել են, որ պետք է հասարակական զուգարաններ սարքեն, հա, մեծ ծախս չէ ու անցել է 4 տարի մինչև հիմա չկա։ Չէ, մեր ներում է ու ընդդեմ ներում չէին սարքում ու չեն սարքում։
իսկ Հրազդանի հետ կապված։ Հրազդանի հետ կապված ես կասեմ, եթե ժամկետը մի քիչ էլ խախտվում է, բայց այդ ծրագրերը, որոնք կան, իրականացվում են ու կասեի մենք մեծ սիրով կապ չունի ընդդիմության ավականու անդամներն ենք, եթե բյուջետային ծրագրեր բերում են համայնք, մենք մեծ սիրով ակտիվորեն մասնակցում ենք, իրազեկում ենք քաղաքացիներին, այս վերջում նույնիսկ այդպիսի մի հատ ծրագիր մենք բերել ենք, մեր զբոսայգին պետք է համայնքը, այո, սուբվենցիայի մասին եք ասում, պետական դրամաշնորհի բյուջետային ծրագիր է ինքը Եվ մեծ սիրով մասնակցում ենք, իրազեկում ենք քաղաքացիներին, որպեսզի իրենք էլ ակտիվ լինեն նման ծրագրերի հետ կապված, մենք կարողանանք առավել եւս զարգացնել մեր համայնքը։ Հասկացա, 1, 2, 3 խնդիր, որոնք շատ ամենակարևոր խնդիրներն են ըստ ձեզ Ծաղկաձոր համայնքում եւ Հրազդան համայնքում։ Չէ, որոնք կարծում եք, որ դեռ լուծման կարիք ունեն, անպայման հարկավոր է այդ խնդիրները լուծել։ Բնակավայրեր կան, բնակավայրեր, որ հենց կոմունիկացիայի հետ խնդիրներ ունեն, հենց ջրի հետ խնդիր ունեն, ճանապարհ, ջուր, խմելու ջուրին։ Խմելու ջուր, այո, խմելու ջուր, բայց բոլոր 90%-ը, ինչպես գիտեմ, արդեն լուծվել է, բայց կան փոքր փողոցներ, որտեղ, ասենք, ասֆալտապատված չեն, չունեն մայթեզրեր, որպեսզի բնակիչները գյուղերի գլխավոր փողոցներն են ասֆալտապատ, կարող է արդեն նաև մայթեր ունեն։ Մեր համայնքում մի փոքր, մենք դե ընդհանուր Ծաղկաձոր համայնքը կոմունիկացիայի խնդիրը լուծվել է տարիներ առաջ, գիտեք, Ծաղկաձորում շատ դժվար է շինարարության մեջ ենք։ 2-3 տարի ցեխեր էին։ Այո, ընդհանուր, բայց կան փողոցներ, որտեղ կոմունիկացիան չի լուծվել, բայց այս տարի արդեն նախագծվել է։ Հարուստ համայնք են կաչկով լուրջ շինարարական ներդրումներ կան ստեղ։ Մեր մոտ օրինակ Փյունիկ բնակավայրում, Մեղրաձորում, որ ընթացքի մեջ է մեծ ջրամատակարարման հարցերը բոլորը համարյա ներքին ցանցը շատ մեծ գումարներով արդեն վերջացված է, լուսավորության հարցերը հիմնականում լուծված է, հիմնականում մեր այս պահին ընթացքի մեջ լուծվող խնդիրների շարքում է աղբահանման համար ամաններ պետք է կոնկրետ բնակավայրերում տեղադրվի, որտեղ հիմա աղբահանությունը կատարվում է մեքենայով, որ կափարիչով լինի։ Բայց տեղյակ չեմ, ձեր համայնքում այդ ծրագիրը բերել են։ Մենք այս վերջում համայնքապետը ստորագրել է արդեն։ Հա, դա ասում ես ասում, որ ընթացքի մեջ է, ուղղակի հենց կոնկրետ այս բանին դա, որ այս հարցը դեռ լուծված չի, բայց ընթացքի մեջ է արդեն պայմանագրերը կնքված են, պետք է եւ դրվի արդեն այդ աղբահանման։ Պետական դրամաշնորհների ծրագրերը նախատեսված են պետական բյուջեից համայնքներին ըստ իրենց օրենսդրությամբ սահմանված հայտերի ձևակերպած դիմումների ֆինանսավորման միջոցով էլի, դա սուբվենցիոն ծրագրերն են։ Համայնքը ինքն է որոշում, որ հարցով դիմի։ Աղբահանության, սարքուսուրկ, մեքենա, ինչ է անում, ասֆալտապատում, մանգապարտեզի նորոգում եւ այլն եւ այլն։ 90% հիմնական բոլոր աշխատանքները կատարվում է, 10%-ը 25-26 թվին ավարտելու ենք։ Կավելացնեի, ես մեր Ծաղկաձոր համայնքը, երբ որ խոշորացավ, մեր համայնքապետարանի շենքը շատ փոքր է, նույնիսկ չունի ավականին, ինքը իրեն սենյակը չունի, որպեսզի կարողանա համայնքի բնակիչների հետ հանդիպում ունենալ, ավականու նիստերը համայնքապետի, համայնքի ղեկավարի աշխատասենյակում է եւ մարտի 6-ին կառավարությունը մեզ 3 հեկտար տարածք տվեց մեր համայնքին, որպեսզի կարողանանք կառուցենք համայնքապետարան, ունենանք թատրոնի շենք, գիտեք, Ծաղկաձորում չկան մշակութային, այո, զբոսայգի ունենանք, հեծանվի ունենանք եւ ավտոկայանատեղի ունենանք, քանի որ Ծաղկաձորի կենտրոնը շատ ծանրաբեռնված է, որպեսզի կարողանանք թեթևացնել Ծաղկաձորի կենտրոնը ավտոմեքենաներից եւ աշխատասենյակներ, ավականու խմբակցությունների գործավարներ ունեք, չէ՞։ Գործավարներ ունենք։ Երկու խմբակցությունը պիտի մեկական գործավար ունենա, իսկ քաղաքացիական պայմանագիրը, քանի որ 10 հոգի է խմբակցությունը, նաեւ կարող է մեկ փորձագետ ունենալ։ Ունեք այդ պաշտոնակը։ Հիմա մեր մոտ տարածքային կենտրոնի խորհրդի ընտրություններն են գնալու, տեխնացուները տեսնենք մեկ անգամ տեխնացուները քիչ դիմումներ եղավ, տեղափոխվեց։ Հիմա կենտրոնի ընտրություններն ունենան, փորձագետ, մեկ փորձագետ եւ Տիկին Մարտիրոսյան, Հրազդանի ամենակարևոր 1, 2, 3 խնդիրները։ Ես ամենակարևոր խնդիրներից մեկը համարում եմ, ես մտածում եմ դա բոլոր բնակավայրերում է, մեր քաղաքացիների, մեր համայնքի բնակիչների հետ կապված, որ մենք չենք կարողանում սովորեցնել մեր բնակիչներին, որ աղբի տեղը աղբամանն է
եւ քաղաքը բարբերաբար վերահացվում աղբաբերում են առանց մտածելու դա որտեղ է եւ նետում են այդտեղ։ Իսկ բավարար քանակությամբ, բավարար խտությամբ աղբամաններ տեղադրված են։ Այո, աղբահանման աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով։ Չէ, դա հասկանում եմ, խտությունը, եթե 1 կիլոմետրը մեկ են տրած, իհարկե Հրազդանում այդպես չեն, հա, եթե շատ հեռու են տրած այդ աղբամանները, այո, շատ դժվար է լինելու մարդկանց։ Չէ, երկու քայլը իրեն կալարում են քայլը։ Բավարար խտությամբ կան տեղադրված։ Ես մտածում եմ Խախսին է, սոլակը։ Հա, ես մտածում եմ միգուցե կարիք կա մենք սեմինարներ կազմակերպենք մեր բնակիչներին համայնքի սովորեցնենք ինչպես պետք է քաղաքը մաքուր պահել։ Դրա համար ուրիշ ձև կա։ Տուգանքը ես դա առաջարկել եմ։ Մարդը իր ինչ է, մահճակալի կողքը զիբիլ չի թափում, ճիշտ է։ Այսինքն ինքը գիտե որ դա լավ բան չէ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը 43-ի 1 կարծեմ, եթե չեմ սխալվում, դուք գիտեք, կգտնեք հեշտությամբ։ Վարչական պատասխանատվություն կա։ Ես առաջարկել եմ։ Մարդկանց զգուշացվում է 2 ամիս շարունակ հեռուստատեսությամբ, կայքով, բանով եւ ասում է ժողովուրդ ջան, այսքան արել եք, այլևս չի լինելու այդպես։ Ենթադրենք հունիսի 1-ից լինելու է ուրեմն վարչական պատասխանատվություն, ոչ մեկից չնեղանա։ Սա բարդ մեթոդ է, համայնքապետերը սրան չեն գնում որպես կանոն։ Մեր մարդիկ են, մեզ քվե են տվել, 20 օր ընտրություններ են, այս մարդուն վատություն արեցին 25 ցեն կորցնելու ենք, մեր մյուսին ընդհանրապես 300 ցեն են կորցնելու, խաթրով, բացատրելով, համոզելով շատ բարդ կլինի, բայց իհարկե նախապայմանն այն է, որ բավարար խտությամբ աղբամաններ լինեն տեղավորված, դրանք շրջապատված չլինեն սոված շներով, որտեղ երեխա է զիբիլը տարավ եւ ոչ միայն երեխա է, տեսավ վիճակն է դե չի մոտենա միտեղ շպրտելու է թողնի գնա եւ այլն, հա, սրանք իրենց շենքերի պատերի տակ են դնում, ինչքան էլ աղբաման շատ մոտիկ են աղբամանները, ես ինքս համայնքում շրջում եմ, նկարում եմ, նույնիսկ Facebook-ում այդ հարցով ակտիվ եմ, որպեսզի շենքերով նշում եմ, որ շենքերի, ես զարմանում եմ ուղղակի ինչի համար պետք է մենք չսիրենք մեր հողը, մեր համայնքը, ինչու պետք է այդպես վերաբերվենք մենք մեր հողի, մեր շենքի։ Հա, այդ խաթրով զրուցելով չի լուծվում, հավատացեք ինձ։ Մինչև տուգանելը մի ուրիշ մեթոդ էլ կա, եթե հնարավոր է տեսախցիկներ են տեղադրվում եւ ժողովրդին ասվում է, որ մենք հրապարակելու ենք ձեր գեղեցիկ պատկերները զիբիլը չսահմանված տեղում թափելու համար։ Հա, ու հրապարակվում է դա, պատկերացնում եք, հա, համայնքի SS բնակիչները իրենց գտնում են Վլադիվոստոկից քեռագինն է զանգում, ասում է աղջի ջան իմացար, որ քեզ պատի թերթին էին տվել YouTube-ի, Facebook-ի, Instagram-ի, տոպրագը տարաշպրտեցիր, չգիտեմ ուր, շներներ եկան կզեցին այդ զիբիլը համաչափ պաշտեցին։ Ես առաջարկել եմ տուգանենք, նկարահանող սարքեր տեղադրենք, որպեսզի մենք իմանանք ովքեր են ամ եւ տուգանենք նման բնակիչներին, որ այլևս քաղաքը, այսինքն մենք այդ պոլիէթիլենային տոպրակներով, այդ շշերով եւ այլն աղտոտում ենք մեր էկոլոգիան։ Այդ օդը, այդ տհաճ օդը, որ հիմա շուտով արևը տաքացնելու է եւ այդ պոլիէթիլենային տոպրակներում գտնվող աղբը նեղելու է, անմիջական իրենց պատուհանների տակ են, շնչելու են իրենք։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանամ խնդիրը ինչու՞մ է, որ մենք չենք սիրում մեզ մի քիչ նեղություն տալ, բայց մեր բնակավայրը մաքուր պահել, թե համարում ենք, եթե աղբանության հետ կապված աշխատակիցներ ունեն, իրենք վճարվում են, արդեն ես մտածում եմ այդ ուղղությամբ, որ իրենք համարում են, իրենք պարտավոր են գալ, նույնիսկ այդ աղբը այդ հատվածից վերցնեն, տանեն, թափեն։ Հասկացա, ուրիշ պրոբլեմ Հրազդանի։ Շատ կուզեի շենքերի ամրակապման աշխատանքների հետ կապված, նկուղների մաքրման աշխատանքների հետ կապված ծրագրեր իրականացնեինք, որովհետև ես համարում եմ, որ մեր տարածաշրջանը գտնվում է սեյսմիկայուն գոտում, դրա համար շատ ճիշտ կլիներ, որպեսզի նման խնդիրները ոչ միայն մեր համայնքում, այլ ամբողջ հանրապետությունով շենքի ամրակապման աշխատանքներ կատարվեին, ինչպես նաև վնասված խողովակները, որոնք կան նկուղներում, դրանք բոլորը վերանորոգվեին, որովհետև իրենք մեծ խնդիր են, շենքի հիմքի, եթե այդ ջուրը պարբերաբար կաթում է, ինքը թուլացնում է հիմքը։ Այսինքն ես շատ կցանկանայի, որ ֆինանսական ներդրումներ ծրագրերի մեջ նաև դրանք լինեին,
ինձ թվում է դա կարևորագույն խնդիրների համար է, եթե խնդիրներից մեկն է, եթե մենք ուզում ենք ունենալ հետագայում աղետների դեպքում խնդիրներ չունենանք, փլվածքների քանակը շատ քիչ լինի, հետագայում չէ որ դա էլ տնտեսական խնդիր է առաջացնում, դու նորից պետք է այդ փլուզված շենքը կառուցես։ Եթե մենք կարող ենք փոքր միջոցներ ներդնել, բայց կատարել մեծ աշխատանք, ինչու համար թողնենք, որ հետագայում ինքը դառնա մեծ խնդիր, մեծ խնդրեմ, որը մեծ վնաս կտա տնտեսապես մեր պետությանը։ Դե հաշվում եմ նաև մարդկային զոհերի քանակը կավելանա այդ դեպքում։ Հասկանալի։ Հիմա մենք մի քիչ մշակեցինք ձեր նախընտրական ծրագիրը, հա, 26 թվականի կարող է պետք լինել այս զրույցը։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ եւ հարցնել կա ինչ որ եզրափակիչ միտք, որը կուզեք անպայման ասել, եթե չէ, հետո ասելու եք այ մարդ այդ կարևոր բանը չասենք։ Ես կցանկանամ։ Ես այսպիսի մի ծրագիր ունեմ, բայց ուզում եմ նաեւ համայնքապետին առաջարկել, քանի որ բնակարանային շինություն է ընթանում մեր համայնքում, բնակ ֆոնդը թարմացնում են, բայց մասնավոր բնակարանաշինություն։ Բայց քանի որ ֆինանսապես ինքը շատ թանկ է, մեր համայնքի երիտասարդները նախընտրում են, եթե Հրազդան համայնքում պետք է հիպոթեկային վարկով այդ տունը ձեռք բերեն, ավելի լավ է նույն գումարով իրենք Երևանում այդ տունը ձեռք բերեն։ Ես շատ կցանկանայի, որպեսզի մենք խթան հանդիսանայինք, որպեսզի գները մի քիչ ցածր լիներ, մեր երիտասարդությունը համայնքից չգնար, մի քիչ աշխատեինք այն ուղղությամբ, որպեսզի աշխատատեղեր մեր երիտասարդների համար ավելացնեինք, այն լավ ուղեղները, որոնք գնում են Երևանում են աշխատում, իրենք մնան աշխատեն մեր համայնքի համար, մեր համայնքը զարգանա, համաչափ հասնելով Երևանին։ Այդ դեպքում, ինչպես նաև քրթական ծրագրերի հետ կապված, ես շատ կցանկանայի, որ այն խմբակները կրթական, որոնք վճարովի են երեխաները, համայնքապատկան, որոնք այո, երեխաները հաճախում են, ես կցանկանայի, որպեսզի անվճար լինեն։ Բյուջեն թույլ տալիս։ Այո, կարելի է ինչ որ գումար նախատեսել, թեկուզ են անապահով ընտանիքներին։ Զեղչերի համակարգ դուք ունեք։ Հա, ունենք, բայց համայնքներում կան։ Մեծացնել որպեսզի իրենք չվճարեին ընդհանրապես, որովհետև ես գիտեմ շատ խելացի երեխաներ կան ընտանիքներում։ Դրա լուծումը զեղչերի ուրեմն որ ցանկանում են գնալ, բայց ֆինանսապես իրենք ի վիճակի չեն։ Միգուցե մենք այդ խնդիրը շատ կարևոր է, որպեսզի կրթված սերունդ հետագայում ունենանք։ Ես գտնում եմ մեծ խնդիրներից մեկը նաև համայնքում դա է, որը կարելի է լուծել։ Ավելացնել մեր համայնքում անվճար են հողակները բոլորը։ Դե ով ունի ձեր հնարավորությունը։ Կապակցեցնել են մշակույթի կենտրոններն են բոլորը անվճար են։ Ասեմ, մեր մշակույթի տանը վերջերս բացվել է շախմատի եւ ֆուտբոլի անվճար խմբակներ եւ փայտագործություն եւ շատ հաճախականությունը մեծ է ու այդ մեր համայնքի բարգավաճման հետ կապված ինձ թվում է շատ մեծ ներքևից եկող բարձր ծրագիր է, որ բոլորին մենք կրթությանը մշակույթին շատ մեծ տեղ ենք տալիս եւ հենց տեղից էլ սկսվում է, ինձ թվում է մեր համայնքի զարգացումը։ Ես կասեի մեր համայնքում շատ կցանկանայի նաեւ туриզմը զարգանար, որովհետեւ մենք այդ հնարավորությունը ունենք, ինքը դառնար տուրիստական քաղաք նաեւ, բայց դեռ հեռանկարներ զարգացման ծրագրի մեջ որոշ բաներ դրված են դրա հետ կապված։ Դեռ չեմ տեսնում այդպես, որ մենք կարողանում ենք առաջ գնալ այդ հարցում։ Հասկացա։ Եղավ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ժողովուրդ, շնորհակալություն ուշադրության համար։ Այսօր մենք գտնվում էինք Օրբելի եղբայրների թանգարանում, տուն թանգարանում, Ծաղկաձորում, շնորհակալություն թանգարանի տնօրինությանը մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար եւ զրուցում էինք Ծաղկաձորի եւ Հրազդանի ավականու կին անդամների հետ։ Լայքեք հաղորդումը, բաժանորդագրվեք, տարածեք, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի։ Ստեսություն։